Շնչավոր կապեր Մատթեոս 10:34-ում գրված է. «Մի կարծեք, թե ես եկավ երկրից վրա խաղաղություն գցելու, չեկա խաղաղություն գցելու, այլ սուր»։ Հիսուսը ցանկանում է ազատել մեզ այն ամենից, ինչը հեռու է պահում իրենից։ Հոգևոր պատերազմը ենթադրում է հակառակվել ցանկացած կուռքի կամ խոչընդոտի, որը կանգնած է Աստծո հետ մեր փոխհարաբերության ճանապարհին։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հակառակվել գերությանը, երբ Հիսուսը տեսնում էր շղթաներ, կոտրում էր դրանք, երբ Հիսուսը տեսնում էր դևեր, քշում էր դրանց, երբ Հիսուսը տեսնում էր տանջված եւ հիվանդ մարդկանց, բժշկում էր նրանց, երբ Հիսուսը տեսնում էր մեղավոր, բռնված մարդկանց, ներում էր նրանց, այնուհետև հնարավորություն տալով գալու եւ այլևս չմեղանչելու։ Ես սիրում եմ Հիսուսին, որովհետեւ նա այնքան իրական է, արդարացի եւ գործնական։ Ես հասկացա, որ անառողջ շնչավոր կապերի գերության մեջ էի, որոնք անհրաժեշտ էր խզել։ Ինչ է շնչավոր կապը։ Պարզ ասած, դա այն է, երբ մեր շունչը միանում է ուրիշի շնչին։ Սա կարող է լինել թե լավ, թե վատ։ Մոր շունչը միանում է նորածնի շնչին, բայց երբ նա մեծանում է եւ դառնում տղամարդ, նրա փոխհարաբերությունը մոր հետ պետք է փոխվի, որպեսզի նա կարողանա սիրտը նվիրել իր կնոջը։ Ամուսնու շունչը պետք է միանա կնոջ շնչին, որպեսզի երկուսը դառնան մեկ մարմին։ Սրանք լավ եւ առողջ կապեր են, որոնք միահյուսված են սիրով։ Այսպիսի առողջ կապերը կարող են նաեւ ձևավորվել ընկերական հարաբերություններում, ինչպիսին էր Դավթի եւ Հովնաթանի միջեւ։ Ձեր կապը գուցե քրոջ կամ մտերիմ ընկերոջ հետ դուք հասկանում եք իրար առանց խոսքի, բայց երբ ձևավորվում են անառողջ շնչավոր կապեր, միաբանության եւ ընկերակցության փոխարեն գործ ունենք վերահսկողության եւ վախի հետ։ Դրանք կարող են ձևավորվել ապօրինի սեռական հարաբերությունների, անառողջ կապվածությունների, անբարենպաստ կամ բռնարար հարաբերությունների միջոցով։ Անառողջ շնչավոր կապերը թողնում են մեզ կոտրված վիճակում։ Հաճախ փորձում ենք քանդել դրանք, բայց ես հասկացել եմ, որ ավելի լավ է թույլ տալ, որ Աստված անցկացնի իր սուրը եւ կտրի այն, ինչը կապում է մեզ։ Միայն Աստված կարող է բժշկել եւ վերականգնել մեզ։ Մենք ունենք հավատարիմ եւ կարեկից քահանայապետ, որը լավ է ճանաչում մեզ։ Նա պատրաստ է գործածելու իր սուրը, որպեսզի կտրի այն ամենը, ինչ հետ է պահում ձեզ իրենից։ Նա ցանկանում է, որ ամեն անառողջ շնչավոր կապ կտրվի, որպեսզի մնա միայն այն, ինչ առողջ է։ Նա կուղարկի իր խոսքը եւ ձեր շունչը կբժշկվի եւ կվերականգնի։ Որոշ ժամանակ հատկացրեք աղոթքին, թույլ տալով, որ Աստված իրականացնի իր սրբագործումը ձեր կյանքում։ Խնդրեք Սուրբ Հոգուն, որ հայտնի ամեն անառողջ շնչավոր կապ, այնուհետև հրավիրեք, որ նրա խոսքի սուրը կտրի այն։ Հավատարիմ է խոստացողը։